Վարժություն 423, հաշվիր արտադրյալները և համեմատիր արդյունքները։ Տրված են այս երկու օրինակները, որ պետք է հաշվենք, և ինչպես տեսնում ենք, այստեղ ունենք բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ, այսինքն այստեղ գրված է, որ A գումարած B անգամ C-ն հավասար է A անգամ C գումարած B անգամ C, կամ կարող ենք գրել AC գումարած BC, առանց բազմապատկման նշանների։ Հիմա ինչպես տեսնում ենք, մեր օրինակում ունենք փակագծերում -24 գումարած -38 անգամ -12 և հաջորդում, ինչպես տեսնում ենք, փակագծերը բացված են և -24-ը բազմապատկվել է -12-ով գումարած -38-ը բազմապատկվել է -12-ով։ Պետք է հաշվենք առանձին արտադրյալները և տեսնենք, որ արդյունքները հավասար են։ Հաշվենք։ -24 գումարած -38 կարող ենք, քանի որ գիտենք, որ առաջին հերթին կարող ենք կատարել փակագծերում եղած գործողությունը և հետո նոր հաջորդ գործողությունը, -24-ին գումարած -38, քանի որ մինուս նշանով է յուրաքանչյուր գումարելի, մինուս նշանը կնշենք և 24-ին կգումարենք 38, այսինքն կգումարենք այս թվերի բացարձակ արժեքները։ 24-ին գումարած 38 հավասար է 62, ստացանք -62, անգամ -12։ Երկու բացասական թվերի արտադրյալը դրական թիվ է, ուրեմն նշանը չենք գրում, որովհետև պլյուս նշան է, պլյուս նշանը չենք գրում և բազմապատկում ենք այս թվերի բացարձակ արժեքները, այսինքն առանց բացասական նշանների, 62 անգամ 12, 2 անգամ 2 4, 2 անգամ 6 12, մեկով բազմապատկենք կստանանք նույն թիվը 62, 4, 7, 744, ստացանք 744, հիմա հաշվենք մյուս օրինակի արդյունքը, այսինքն արդեն փակագծերը բացված, -24 անգամ -12, ստանալու ենք դրական թիվ, հիմա 24-ը բազմապատկենք 12-ով, 2 անգամ 4 8, 2 անգամ 2 4, 1 անգամ 24, մի անգամից գրենք 24, գումարած 8, 8, 2, 288, այստեղ գրենք 288, գումարած -38 անգամ -12, նորից ունենք երկու բացասական թվերի արտադրյալ, բացասական թվերի արտադրյալը դրական թիվ է, կբազմապատկենք առանց նշանների, այսինքն այս երկու բացասական թվերի բացարձակ արժեքներն ենք բազմապատկում։ Երկու անգամ 8 16, մեկը մտապահ ենք, 2 անգամ 3 6, մեկը ունենք 7 և 1 անգամ 38, գումարենք 6, 8-ին գումարած 7 15, մեկը մտապահ ենք, 1 գումարած 3 4, ստացանք 456, հավասար է 456-ին գումարենք 288, կամ 288-ին գումարենք 456, տարբերություն չկա, գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում, այստեղ 14, 4-ը գրում ենք, մեկը մտապահում, 8-ին գումարացինք 13, մեկը ունենք 14, մեկը ունենք մտապահած գումարած 4 5 և 2-ը գումարենք 7, 744,
Ինչպես տեսնում ենք, ստացված արդյունքները հավասար են, այսինքն մենք համոզվեցինք, որ այս բաշխական օրենքը գործում է և կարող ենք օգտագործել այլ օրինակներում, ինչպես որ հարմար է, կարող ենք ունենալ նաև նման օրինակներ, օրինակ A անգամ C գումարած B անգամ C, նույն արտադրիչը ունենք, հավասար է A գումարած B փակագծերում անգամ C, կամ C անգամ A գումարած B հավասար է, փակագծերը բացում ենք և C-ն բազմապատկում ենք փակագծերում եղած յուրաքանչյուր անդամով և ուշադրություն ենք դարձնում նշանին, այստեղ կոնկրետ մեզ մոտ գումարման նշան է, այսինքն սա հենց բազմապատկման բաշխական օրենքն է գումարման նկատմամբ, ուրեմն կունենանք A անգամ C գումարած B անգամ C։ Լուծենք Զ օրինակը, այստեղ ունենք բազմապատկման զուգորդական օրենքը, այսինքն ունենք 3 արտադրիչների արտադրյալ և կարող ենք արտադրիչների տեղերը փոխել և այստեղ արտադրյալը չի փոխվելու։ 4 անգամ մինուս 9 անգամ մինուս 3, 4 անգամ մինուս 9 ունենք փակագծերում, այստեղ կստանանք մինուս նշանով, տարբեր նշաններով բացասական թվերի արտադրյալը բացասական թիվ է, 4 անգամ 9, 36, ստացանք մինուս 36, անգամ մինուս 3, ունենք հիմա երկու բացասական թվերի արտադրյալ, երկու բացասական թվերի արտադրյալը դրական թիվ է, այսինքն միևնույն նշանով թվերի արտադրյալը դրական թիվ է, հիմա 36-ը բազմապատկենք 3-ով, նշանի հարցը ճշտեցինք դրական թիվ է, պլյուս նշանը չենք գրում և բազմապատկում ենք այս թվերի բացարձակ արժեքները, այսինքն մոդուլներով, մոդուլ մինուս 36 բազմապատկած մոդուլ մինուս 3, այսինքն առանց նշանների, 36 անգամ 3 հավասար է 3 անգամ 30, 90, 3 անգամ 6, 18, 108, հիմա այստեղ ունենք 4 անգամ մինուս 3 անգամ մինուս 9, քանի որ բազմապատկում է երկու գործողություններն էլ հերթականությամբ կկատարենք 4 անգամ մինուս 3, տարբեր նշաններով թվերի, ամբողջ թվերի, կոնկրետ մեր դասը ամբողջ թվերին է վերաբերվում, տարբեր նշաններով ամբողջ թվերի արտադրյալը բացասական թիվ է, մինուս նշանը նշում ենք, 4 անգամ 3, 12, ստացանք մինուս 12 անգամ մինուս 9, հիմա բազմապատկենք այս երկու թվերը, մինուս 12 անգամ մինուս 9 երկու բացասական թվերի արտադրյալ է, միևնույն նշաններով թվերի արտադրյալը դրական թիվ է, պլյուս նշանով, որը չենք գրում, 12 անգամ 9, 9 անգամ 10, 90, 9 անգամ 2, 18, ստացանք 108, ինչպես տեսնում ենք, 108-ը հավասար է 108-ի, այսինքն մենք տարբեր վարժություններում կարող ենք օգտվել բազմապատկման զուգորդական օրենքից, որը հետևյալն է, A անգամ B անգամ C, տարբեր տեսքերով կարող ենք գրել, օրինակ այսպես, A անգամ B անգամ C-ն հավասար է A անգամ B անգամ C, այսինքն վարժությունների մեջ կարող ենք նայել արտադրիչներից որոնք է ավելի հարմար սկզբում բազմապատկելը, նոր կբազմապատկենք երրորդ արտադրիչով, մի փոքրիկ օրինակ այստեղ նշեմ նաև, օրինակ ունենք 2 անգամ 12 անգամ 5, ինչպես տեսնում ենք այստեղ 2-ը և 5-ը ավելի հեշտ է բազմապատկել, կստանանք 10 0-ով ավարտվող թիվ և 10-ը 12-ով բազմապատկելիս ավելի հեշտ բազմապատկումը կկատարենք
2 անգամ 5 սկզբում կկատարենք գործողությունը, այնուհետև կբազմապատկենք 12-ով, հավասար է։ Երկու անգամ 5 10, 10 անգամ 12, 120։ Ինչպես տեսնում ենք, բազմապատկման զուգորդական օրենքը մի քանի թվերը բազմապատկելու ընթացքում կարող է մեզ համար շատ օգտակար լինել և ավելի արագ հաշվենք արտադրյալը տրված թվերի։ Հիմա լուծենք Ե օրինակը, կրկին նման օրինակ է, բազմապատկման զուգորդական օրենքն է, հիմա հաշվենք և ստուգենք արդյունքները և կտեսնենք, որ հավասար են։ Մինուս 8 անգամ, փակագծերում 14 անգամ մինուս 7, մինուս 8-ը նույնությամբ գրենք և հաշվենք փակագծերում 14 անգամ մինուս 7-ը, որը բացասական թիվ է, արտադրյալը բացասական թիվ է, 14 անգամ 7 հավասար է 10 անգամ 7 70, 4 անգամ 7 28, 98, ստացանք մինուս 98 և այստեղ երկու բացասական թվերի արտադրյալը դրական թիվ է, մնաց հաշվենք 98 անգամ 8-ը, 8 անգամ 8 64, 4-ը գրում ենք 6-ը մտապահում, 8 անգամ 9 72, 6-ը ունենք 78, ստացանք 784։ Հիմա հաջորդը, փակագծերում ունենք մինուս 8 անգամ 14, մինուս 8 անգամ 14 հավասար է մինուս 8 անգամ 14, 80, 32, 112, անգամ մինուս 7։ Երկու բացասական թվերի արտադրյալը դրական թիվ է, հաշվենք 112 անգամ 7-ը։ 7 անգամ 2 14, 1-ը մտապահենք, 7 անգամ 1 7, 1-ը ունենք 8, 7 անգամ 1 7, կրկին ստացանք 784, 784-ը հավասար է 784-ի։